Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Սերբիայում կայացած մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Աղաջանյանը հավասարը չունեցավ։ Նա 60 կիլոգրամ քաշային կարգի եզրափակչում 2 րոպեում հաղթել է վրացի Գեորգի Կոչալիձեին ու հերթական ոսկին ապահովել Հայաստանի համար։ Այս հաղթանակն առանձնանում է նրանով, որ Սուրենը սահմանված ժամանակից շուտ է հաղթանակ տարել բոլոր մարտերում։ Մինչ եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը պայքարից դուրս է թողել Ֆրանսիայի, Լեհաստանի և Դանիայի ներկայացուցիչներին։ Սուրենի նախորդ հաղթանակի նկարը փակցված է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայան հայորդյաց տան ըմբշամարտի մարզասրահի պատին։ Նա նաև աշխարհի չեմպիոն է։ 2023 թվականին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում է աշխարհի չեմպիոն դարձել։ Բոլոր մենամարտերին հաղթել է բացարձակ առավելությամբ։ Չեմպիոնի տիտղոսը գրաված երիտասարդ ըմբիշը իր մարզական ճանապարհը սկսել է Էջմիածնում Մայրաթորի Հրաչ և Սյուզան Թուֆայան հայորդյաց տան ըմբշամարտի դասարանում։ Մարզիչ Ժորա Վարդանյանի խմբում Սուրենը սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, ծառայել է ու զորացրվել, տարբեր մարզական ակումբներում է մարզվել, բայց շարունակում է գալ հայորդյաց տուն։ Սուրեն Աղաջանյանին հերթական հաղթանակից հետո ծափերով, շնորհավորանքներով դիմավորեցին հարազատ հարկից ներս Էջմիածնի հայորդյաց տանը։ Հավաքվել էին տարբեր դասարանների սաներ, դհոլահարներ, պարողներ։ Մենք հպարտ ենք քեզանով ոչ միայն հաղթանակի համար, այլ նաև քո համեստության, աշխատասիրության համար։ Հատուկ շնորհակալություն մարզիչ Ժորա Վարդանյանին։ Այս խոսքերով դիմավորեցին չեմպիոնին հարազատ հաստատությունում։